խնդրեք, ուզում եմ ծափարություններով հասկանալ երկուսի դրամատուրգիա։ Մենք շատ լավ ենք ձեզ այսօր այստեղ տեսնել, որովհետև մենք բավականին երկար ենք պատրաստվել ու բավականին դժվար ճանապարհ ենք անցել։ Ինչու, որովհետև սա մեր երեխաների մեծ մասի առաջին բեմերն է ու իրանք երբեք բեմ չեն բարձրացել, երբեք չեն խաղացել ներկայացում, սա նրանց առաջին ներկայացումն է։ Հուսով եմ դուք ձեր ծափարություններով կողոքեվորեք նրանց։ Եկեք ծափարություններով բացեք։ Ես հասկանում եմ ինչքան ուսումնարից է սպառների համար և ինձ համար ևս։ Այսօր խաղալու ենք անհաղթ ակտորը։ Մենք 3 տարբեր պլաններով ենք խաղալու, մի քիչ ներկայացնեմ, որպեսզի անակնկալներ քիչ ունենանք ու կարողանանք հնարավորինս պարզորեն հասկանալ։ Մենք այսօր այս շիրմաների միջոցով 3 պլան ենք խաղալու, տեխնիկային ներկայացում ենք ունենալու, տեխնիկային հատվածներ, ստվերային հատվածներ և կենդանի պլան։ Կենդանի պլան, այսինքն դերասանները, ես իրենց ասում եմ դերասանները այստեղ, խաղալու են բեմում, այսինքն հենց իրենց տեսնելու ենք բեմում։ Այսօր խաղալու ենք անհաղթ ակտորը և նաև մենք ստվերային հատվածից Ղարագյոզ կերպարը, մի քիչ պատմեմ Ղարագյոզի մասին, որ հասկանանք խոսքն ինչի մասին է։ Ղարագյոզը ստվերախաղքի, հայկական հին ստվերախաղքի կարկառուն դեմքն էր, կարկառուն կերպարն էր, Հաջի Այվազը և Ղարագյոզը։ Ես ինչու եմ այսօր Ղարագյոզի կերպարը բերել այս ներկայացման մեջ, որովհետև սա թատերական ստվերախաղքի հիմքն է, Ղարագյոզի կերպարը, Ղազարոսի կերպարը ամեն ճիշտ։ Այսպիսով, եկեք ծափարենք մեր հանդիսատեսի և ծափարենք մեր երեխաներին, որովհետև մեր ծափարությունները այսօր փոխադարձ են լինելու։ Կարծում եմ մենք պատրաստ ենք։ Անհաղթ ակտորը։ Պատրաստ եք երեխեք։ Այո, սկսում ենք։ Thank you.